Շեղում հիմնականում արձանագրվել է քրեակատորական հիմնարկների շենքային պայմանների բարելավում, քրեակատորական ծառայություններ և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կարողությունների զարգացում և տեխնիկական հագեցվածության ապահովում միջոցառումների ծախսերում։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ քրեակատորական ծառայությունների ծրագրի ծախսերը գրեթե փոփոխության չեն ենթարկվել։ Ծրագրին կատարված հատկացումների գերակշիռ մասը 12,4 միլիարդ դրամն ուղղվել է քրեակատորական ծառայությունների միջոցառմանը, որի շրջանակներում իրականացվել է 2607 դատապարտյալների և կալանքի տակ գտնվող անձանց հսկողություն, կալանավայրերում դատապարտյալների կացության ապահովում, դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնում և ուսուցում կանխատեսված 3000-ի դիմաց։ Միջոցառման ծախսերը կատարվել են 99,8%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ աճել են 2,7%-ով կամ 320,3 միլիոն ՀՀ դրամով՝ պայմանավորված աշխատավարձի բազային դրույթ քաչափի բարձրացմամբ։ Բացի դրանից, քրեակատորական և պրոբացիայի ոլորտների բարեփոխումների շրջանակներում 2024 թվականին մեկնարկել է քրեակատարողական ծառայողների ատեստավորման առաջին փուլը, ատեստավորման համար դիմել է 36 ծառայող, ատեստավորման փուլերը հաղթահարել են 31-ը, որոնց աշխատավարձերը բարելավել են ըստ պաշտոնների խմբերի և ատեստավորման արդյունքների։ Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման նպատակով տրամադրվել է 55,8 միլիոն դրամ, որը կազմել է ծրագրված ցուցանիշի 43,3%-ը։ Ցածր կատարողականը պայմանավորված է նրանով, որ նոր քրեակատարողական հիմնարկի նախագծի մշակման ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, որոնց պատճառով աշխատանքները դադարեցվել են։ Բացի այդ, վերանորոգման աշխատանքների կատարման ընթացքում առաջացած բարդություններով պայմանավորված 30 օրով հետաձգվել է նաև Աբովյան քրեակատարողական հիմնարկի վերանորոգման պայմանագրի ավարտման ժամկետը, սակայն դա հաջողությամբ ավարտվել է այդ 30-օրյա ժամկետն անցնելուց հետո։ Քրեակատարողական հիմնարկներում բարելավվել են դատապարտյալներին պահելու պայմանները, մասնավորապես Արմավիրում լուծվել է 24-ժամյա ջրամատակարարման հարցը, և որպեսզի խնդիրը առկա է եղել հիմնարկի ստեղծման օրից, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Արթիկ, Վարդաշեն, Նուբարաշեն և Վանաձոր քրեակատարողական հիմնարկներում։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում կառուցվել է մոր և մանկան բաժանմունք, ներկայումս նախատեսված խցերի և կացարանների սանհանգույցներն ու լոգարանները հարմարեցված են հղի կնոջ և մինչև 3 տարեկան երեխաների առանձնահատուկ պահանջներին։ Բացի դրանից, Աբովյան քրեակատարողական հիմնարկում վերակառուցվել են ամբողջությամբ նոր 2 մասնաշենքեր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան։ 2024 թվականի 4-րդ եռամսյակում ներդրվել է քրեակատարողական հիմնարկների կարիքների գնահատման և կառավարման էլեկտրոնային ծրագիր։ Ազատազրկված անձանց հեռախոսակապի իրավունքը կայուն ապահովելու նպատակով բոլոր 10 քրեակատարողական հիմնարկներում ներդրվել են նոր հեռախոսներ և հեռախոսակապի միջոցներ, խոսքը հակավանդալային անհատական քարտային համակարգով աշխատող 170 հեռախոսի մասին է։ Հայտարարված մրցույթի արդյունքում ձեռք են բերվել նաև պլանշետներ, որոնք բաժանվել են ըստ քրեակատարողական հիմնարկների՝ նպատակ ունենալով ապահովել անձանց տեսակապի իրավունքը։ Դատապարտյալների և կալանավորված անձանց ուղեկցումն ապահովելու համար ձեռք են բերվել 2 հատուկ նշանակության հարմարեցված մեքենաներ։